Պարոն Մակինյան, նախ գործի մասին, ինչպես կորակեք այս գործը, ինչի մասին է։ Այս գործը պարոն նախագահին դատարան ուղղակի բերելու մասին է։ Այս գործը ոչ իրավական, ոչ փաստական հիմքեր ունի, բացարձակ դատարկ գործ է, որը մեզնից մեծ ռեսուրս է տանելու ժամանակի առումով, այս իրավական, այսպես ասած, թատրոնին մասնակցելու առումով։ Ինքը գործը ոչ մի բանի մասին է, պարոն նախագահի ժամանակ եղել է պաշտպանության նախարար եւ գործել է բացառապես օրենքով եւ բացառապես իշահ Հայաստանի Հանրապետության եւ բացառապես իշահ պաշտպանության նախարարություն։ Մարդիկ այդ հանգամանքները բացարձակ հաշվի չեն առնում, ինչ որ սխալ հաշվարկների արդյունքում չհիմնավորված մենք դատաքննության համապատասխան փուլերում ցույց կտանք, որ այդ եզրակացությունները, որոնք դրված են մեղադրանքի հիմքում, գրոշի արժեք չունեն։ Ուղղակի ինքը փաթեթավորումը, որ մեզ հասցրել են դատարան, համոզված եմ բոլորը հիշում են տխրահարճակ դիզելի գործը, թե քանի տարի մեզնից ինչքան ռեսուրս տարան իրենք այսօրվա իշխանությունները, որպեսզի մեզ ինչ-որ օրակարգ թելադրեն։ Սա հերթական այդ օրակարգերից է, որ ստիպված մենք իրավական այդ գործիքակազմը, այսպես ասած, ընդունելու, պահպանելու համար գալիս ու մասնակցում ենք։ Հակառակ պայմաններում անգամ չարժեր գալ այս process-ին մասնակցել։ Պարոն Մակինյան, այս ընթացքում Սերժ Սարգսյանին առնչվող այլ գործերի մասին եւս հայտնի դարձավ, դուք Մարսես Նիկոլը հաջորդ անգամ սահմանադրությունն է մարսել։ Քաղաքացին իր տեսակետը հայտնեց լրատվամիջոցին հեռվից։ Պարոն Մակինյան, այլ գործերի մասին եւս հայտնի դարձավ, դուք միջնորդեցիք գործեր միացնելու վերաբերյալ, խնդրեմ նշեք ինչ գործեր են դրանք եւ նախագահին ինչպես են առնչվում։ Ես քաղաքացու ռեպլիկին անդրադառնամ, ակամայից շատ անկեղծ ռեպլիկ էր ու պատասխանեմ քաղաքացուն, որ Նիկոլը ոչ եկեղեցին կմարսի, ոչ սահմանադրությունը կմարսի, ոչ իր արածները կմարսի, ոչ Նիկոլը, ոչ էլ իրեն այդ թևեր տվողները ոչինչ չեն մարսելու։ Իրան շատ քիչ ժամանակ է մնացել, իրան քանի ժամանակ ունեն, մի բան պետք է անեն, համաներում հայտարարելու մասին օրենք ընդունեն ու նայեն, թե ինչ հանցանքներում են մեղադրվելու, որ գոնե այդ օրենքը իրենց վրա տարածվի։ Հենց անվճար ես խորհուրդ եմ տալիս այս պահին, քանի այդ հնարավորությունը կա։ Անդրադառնալով ձեր հարցին, այս այլ մեղադրանքների հետ կապված, տեսեք, այնքան նեղ է այս մարդկանց տեղը, որ 2020 թվականից 2018 թվականից ինչ ունեն իրենց արխիվում մնացած տենց փոշոտ, անում փոշին թափ են տալիս ու ուղարկում են դատարան։ Սիլվայի տխրահարճակ գործը։ Ասենք, գիտեք ինչ, ես զարմանում եմ, թե ինչ երևակայություն պետք է ունենան մարդիկ, որ այդ գործը բերեն հասցնեն դատարան, դա խայտառակություն է։ 18 թվականից այդ ցուցմունքները, այդ վայ ցուցմունքները գործի մեջ կա։ Նույն ցուցմունքներն են։ 18 թվականից այդ պահել էին, որ ինչ անեն։ Նիկոլից էին թաքցրել, թե չգիտեմ Նիկոլին ով ասաց, որ 18 թվականի փաստակազմով 25 թվականին գործը բերեն դատարան։ Այդ ինչ շոու են սարքում այլ։ Ուղղակի ես ափսոսում եմ, որ որպես իրավաբան ես իմ ռեսուրսն էլ, ծախսում եմ այս պարոն նախագահի ռեսուրսն է ծախվում, ձեր ռեսուրսն է ծախսվում, փոխանակ ասենք դուք հիմա լուսաբանեիք հանրապետության տնտեսությունը, աճը, ինչ որ կներեք, ասենք մի ցնդած մարդու ցնդաբանությունների երևակայությունները ասենց բերում հասցնում են դատարան, մենք ենք այս իրավական խառնաշփոթ քաշքշոցի մեջ։